Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Ես թույլ տվեք նախ ասել, որ առաջարկում եմ բոլոր նրանք, ովքեր որ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեն այս ալիքին, որը ընթացս բնականաբար զարգանալու է, եթե ցանկությունը ունենաք, մեկ այստեղ քաղաքացիներով քննարկում ենք այս կամ այն երևույթը քաղաքացու դիտանկյունից ու երբեմն նաև ինտերակտիվ քննարկումներ ենք կազմակերպում։ Դե ինչ, ես առաջարկում եմ մի փոքր խոսենք այս մի երկու օրերի բոլոլաներից, այսպես ասած։ Շատ հետաքրքիր ու զարմանահրաշ բաներ են կատարվում։ Ամեն մեկը փորձում է իր հայրենասիրության քարոզը կարդալ, առանց ցույց տալու իր ով լինելը։ Գիտեք, դարձյալ 21 թվի ռեինկարնացիան է, միանգամից ասեմ։ Գիտեք, ես կարող եմ շատ գեղեցիկ բաներից խոսել։ Ինչից ուզեմ, ինչքան ուզեմ կարող եմ խոսել, պարտասու Հայաստանի Հանրապետությունը ունի սահմանադրություն եւ այնտեղ հստակ գրված է, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության տարածքում մտքի, խղճի, արտահայտվելու խոսքի ազատություն։ Բայց հարցը լինելու, թե ես որքանով իրավունք ունեմ դա խոսալու եւ իմ խոսածածը որքանով է adekvat այլ տեսանկյուններից, որովհետեւ YouTube-ով կամ Facebook-ով այսօր ցանկացածը կարակնոկեն սխմի ու խոսի, ինչ ուզում է խոսի։ Իսկ ինչպես այն մարդիկ, ովքեր ավելի շատ սիրում են լսել ու մտածել, ինչպես կողմնորոշվեն, ինչ է վերջը դառնում։ Իհարկե, ես համապատասխան նյութեր առանձնացրել եմ, որոնք հերթով կներկայացնեմ, բայց քանի որ սկսենք այնտեղից, որ առջևում դե շատ քիչ օրեր են մնացել քարոզարշավի պաշտոնական հայտարարմանը եւ ընտրություններին։ Այնուամենայնիվ, որոշ քաղաքական ուժեր թքած ունենալով օրենքների վրա սկսել են որոշակի թաքնված գործողություններ ու քարոզարշավներ իրականացնել եւ ցավոք սրտի պետական պատասխանատու իրավասու մարմիններն էլ adekvat պատասխան չեն տալիս այդ ամեն ինչին եւ գործունեություն չեն ծավալում այդ ուղղությամբ։ Ես ուզում եմ հասկանալ, օրինակ, ինչ գործ ունի որևիցե քաղաքական ուժի ներկայացուցիչը իմ դուրը թակի ու ինձ բան բացատրի կամ բուկլետ առաջարկի կամ եսիմ ինչ։ Ես որպես քաղաքացի դեռևս տեղավորված չեմ ընտրությունների օրակարգում, որովհետև դրա համար գոյություն ունի հստակ ժամկետ։ Ինչ եք ուզում ինձանից։ Սա է, չէ՞ առաջին հարցը։ Բայց արի ուտես որ կան դες քաղաքական ուժեր, ովքեր որ արդեն բաժանում հայտարարություններ ու առաջարկներ են անում։ Դուք ունենալու եք հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ ներկայացնելու ձեր ծրագրերը։ Բայց ես վախենամ, որ հերթական անգամ, օրինակ 26 թվականի հունիսի 7-ին եթե ընտրություններն հրապարակած 6-ը լռության օրն է, վստահաբար հունիսի 5-ին լինելու է հանրային եթերով դեբատ, չէ՞, առաջին համարների միջև։ Չգիտեմ ինչի ես վստահ եմ, որ օրինակ Քոչարյան Ռոբերտը ներկա չի լինելու այդ դեբատին։ Այդ ճիշտ այնպես, ինչպես 21 թվականին ներկա չեղավ, բայց այնուամենայնիվ քաղաքացիներ ունեին, ովքեր որ բարձր գնահատեցին այդ փախուստը եւ այնուամենայնիվ նրան ձայն տվեցին։ Սերժ Սարգսյանով նույնպես առաջի համարով էր հանդես նա նույնպես ներկա չեղավ։ Այս անգամ չգիտեմ ոնց կստացվի, բայց միևնույնն է նրանք ներկա չեն լինելու։ Ասեմ ավելին, ես վստահ եմ, որ այն խალխի ձևով շարժումից նույնպես որևիցե մեկը ներկա չի գտնվելու այդ դեբատին։ Այսինքն ընդհանուր առմամբ այս ուժերը խորապես թքած ունեն ձեր բոլորիդ վրա։ Խորապես թքած ունեն, թե դուք իրենց խոսքի մեջ եւ բանավեճերի մեջ ինչ բացասական երևույթներ կնկատեք կամ ինչ դրական երևույթներ կնկատեք։ Միևնույնն է իրենք զորբայությամբ արմեն այն ինչ որ անում են։ Ու այնուամենայնիվ կլինեն քաղաքացիներ, կրկնում եմ, ովքեր իրենց ձայն կտան։ Սա հենց մեր հասարակության քաղաքական անգրագիտությունն է։ Հենց սա։ Եվ մենք դա բազմիցս ենք տեսել, միայն 21 թիվը չի, օրինակ թիմ ընտրություններին նույնպես։ Թեկուզ ամենաթարմ օրինակը բերեմ Գյումրիի օրինակով, թիմ ընտրություններին Վարդան Ղուկասյան կոչվող հանցագործարարածը, ով տեխնացու էր, ներկա չգտնվեց։ Ինչի՞, որովհետև 21 թվից դաս էր քաղել, որ կարելի է ներկա չգտնվել ու մեկը ձայն քաղել։ Իրենք մտածում են այսպես, որ ներկա գտնվել դեբատի մասնակցել, այդտեղից դու ձեներս չես շահելու, բայց կորցնելու ես որոշակիորեն դա հաստատ։ Եվ դրա համար չեն գալիս, վախենում են։ Բայց մեր քաղաքացիները այս կարևոր հանգամանքը չեն ցանկանում հաշվի առնել։ Ամենայն հարգանքով այդ քաղաքացիներին, բայց ցավը նրանում է կայանում, որ հենց դուք էլ հետո որոշ մարդկանց ինչ որ զոմբիներ, ժեխեր, ասած ձևակերպումներ եք անում, չնկատելով, որ դուք ինքներդ թողնում եք զոմբիի ուժեղի տպավորություն։ Սա վատ խոսույթ է, ես չէի ցանկանա արտահայտել, բայց ստիպված եմ։
Իհարկե հեղեղված է լինելու մեր համացանցերը, բոլոր տեսալսողական հնարավոր միջոցները, հեղեղված են լինելու fake նորություններով կամ արդարացումներով, կեղծ մեղադրանքներով, բոլորն էլ սրիկայաբար փորձելու են աշխատել դարձյալ եռաբլուրի վրա, բոլորն էլ սրիկայաբար փորձելու են աշխատել բոլորը ասելով ռուսամետ ճորտամտ միտերին եմ սա ասում հատկապես Արցախի վրա ու արցախահայության զգացմունքների վրա բոլորն են սրիկայաբար արդեն աշխատում Արարատ լեռան ֆոնին նկարվելու վրա եւ այսպես շարունակ ու եթե մարդիկ ձայն են տալիս սրիկայության ասում են այո ես կողմ եմ այդ սրիկայությանը բայց չգիտես այդ մարդը ձայն տալուց առաջ ինչ տեսակ մեդիա տերորի է ենթարկվել եւ ինչքան ստեր են նրա ականջը եւ նա ինչ միջավայրում է եղել որ կտրվել է իրականությունից իմի ասեմ ես իմ անձնական օրինակով ասեմ մի քիչ առաջ մի փոքրիկ բանավեճի մեջ է բռնվել մի քաղաքացու ու հետ նախ համառոտ ասեմ երբ որ ուզում եք երկխոսություն ծավալել եւ իսկապես ձեզ հետաքրքիր է հարցի պատասխանը եւ ոչ թե այտենց դիրքավորվել ու բանանել այդ կայանալը ապա հարցադրումները փորձեք վիրավորական շարադրությամբ չտալ որովհետեւ բոլորդ գիտեք որ ինձ վիրավորական ձևով վերաբերվելուց ես կրկնակի վիրավորում եմ կին տղամարդ տարիք մարիք նայող չէ բացի անչափահասներից այնուամենայնիվ դա թողնենք մի կողմ ու խոսում եմ ես տեսնում եմ կինը ինքան էլ տեղյակ չի ինքը իրանից ինչա ներկայացնում ու դա ցավալի է ինձ համար ցավալի է ես կարող եմ առիթը օգտագործել ինչքան ուզեմ այդքան ասեմ բայց դա ցավալի փաստ է ես չեմ սիրում ընկածին խփել իմ տեսակի մեջ դա չկա եւ հեչ կապ չունի ընկածին խփել ասածը ֆիզիկական ընկած լինելու եւ խփելու մասին թե բարոյահոգեբանական թե քաղաքական պատկերացումների տեսանկյունից այո նրանք ընկած են ու ես չեմ ցանկանա հարվածել նրանց որ եթե մարդը ունի պատկերացում որ Սամվել Կարապետյանը, Քոչարյան Ռոբերտը կամ որևիցե մեկը այդ ուժերից նրանց Հայաստանի համար ուժ կգնում է, նա իմանց համար արդեն ցաներ վիճակում գտնվող հայրենակից է։ Ես այսպես եմ մոտենում դրան։ Բայց արի ուտես որ ցաներ իրավիճակում գտնվող հայրենակիցներով կեր անընդհատ մեդիա տերորի են ենթարկվել, կարող են որոշակի հարցեր լուծել։ Ու պետք է աշխատել։ Ես չեմ ասում կարելի է աշխատել այնպես որ նրանք հեղափոխվեն կամ սկսեն ըմբռնել, նրանք իրականությունից կտրված են, բայց առնվազն դա չպիտի հարց լուծի մեր երկրում։ Եվ այստեղ կան աշխատանքներ, որ պիտի արվեին, որոնք որ չեն արվել։ Եվ ես այստեղ իմ կարծիքով վաստակել եմ իրավունք մեղադրելու իշխանություններին, որ 5 տարիների ընթացքում ազգային ժողովում անգամ աղամանի մասին օրենք ընդունվել է, բայց հազար ներողություն մեդիա տերորի ենթարկված մեր քաղաքացիներին պաշտպանելու օրենք չի ընդունվել։ Իսկ դա դուք տեսել եք։ Եթե ասեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրականությունից կտրված է եղել եւ չի տեսել, ես սուտ կխոսամ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այն կուսակցությունն է, որ հասարակության հետ մշտական շփման մեջ է եղել ու շատ լավ գիտակցել է, ինչն ինչոց է։ Ապա հարցը մնում առաջնային։ Ինչու չեք ձեռնարկել ոչինչ օրենքի ուժով պաշտպանելու մարդկանց մեդիա տերորից եւ ոչ միայն մեդիա տերորից։ Տեսեք, կանխվել են այս ընթացքում, այս 5 տարիների ընթացքում կանխվել են տերորիստական գործողություններ։ Դեռ աշնանային տերևաթափերից սկսած, վերջացած Արբաթ ու Մարտակներով, ջիհադիստական շարժումներով, որը իրեն կոչում էր սրբազան շարժում, ես ուղի խոմանիշն եմ բերում եւ այլն։ Բայց այս տերորները եղել են իհարկե ժողովրդի իշխանությունը խլելու մասին, բայց եղել են ձեր դեմ։ Այ ինչով են այդ թեմաները աճացրել, այն բացօթյա տերորի քարոզները, որ օպերայի հրապարակներում բանում ազգային ժողովի դարպասների մոտ եղել են, դրա համար որևիցե մեկը պատասխանատվություն չի կրել։ Որևիցե մեկը։ Եվ բնականաբար դա ոգևորել է, մի կողմից հիասթափեցրել է շատ քաղաքացիների, մյուս կողմից ոգևորել է
էլի որոշ քաղաքացիների, որպեսզի մասնակից լինեն արդեն տերորին։ Ինչով է ապա ազգային ժողովը ինչով է պաշտպանել քաղաքացիներին, ասացեք խնդրեմ։ Այդ իմաստով։ Մենք այստեղ չենք ասում, այսինչ հեռուստատեսությունը մեր դուրը չի գալիս, փակեք։ Ոչ, դրա մասին չի, մենք շատ լավ գիտենք, որ դա չի կարելի։ Բայց այսինչ հեռուստատեսությունը կամ այսինչ կայքը, այսինչ լրատվական ալիքը ինչու են կարողանում անընդհատ մարսել ապատեգատվություն։ Ընդ որում ամենացավալի բանը ասեմ, նրանք շատ դեպքերում թիրախավորում են քաղաքացիներին։ Այսօր հերթական անգամ աչքովս ընկավ դարձյալ մի տիկին էր, գիտեք, ամեն մեկին սատարողների մեջ կամ պրոֆեսորներից մինչև ցածր սոցիալական խմբի ներկայացուցիչներ, բայց բոլորը Հայաստանի Հանրապետությունում ունեն հավասար իրավունքներ եւ իրավունք ասվածը բավականին լայն կոնտեքստում։ Տեղադրել են մի տիկնոջ, ով հալելույա, ամեն ինչ որ բաներ է խոսում անգրագետ ռուսերենով եւ այլն, ու ծաղրում են նրա համար, որ սա օրինակ Փաշինյանին նա աջակցում։ Ու դրանով փոխում են ցույց տալ Լիանի Փաշինյանին աջակցողները դրանք են։ Իր հերթին իշխանությունը առայժմ աչքովս չի ընկել, եթե դուք գիտեք, խնդրեմ ինձ ասեք։ Նման բաներ կարող են լինել հակառակ ճամբարից, բայց քաղաքացին շատ թիրախավորվում է ամեն ինչի մեջ։ Ինչի համար։ Ինչի քաղաքացուն պաշտպանող գործողություններ երբևէ չեն իրականացվել երբեք։ Կարող եք չփնտրել, չփորձել հիշել, բան չեն իրականացվել։ 21-ից հետո, տեսեք, եթե 18-ից հետո կային առաջնային կարևորության այլ օրենսդրական կարգավորումներ, որոնք կարևոր էին տվյալ պահին, 21-ից հետո կային այլ օրենսդրական կարգավորումներ, որոնք կարևոր էին տվյալ պահին։ Հիմա Կանե ջան, մեդիատերորը շատ մեծ նշանակություն ունի։ Մարդը իր աշխարհընկալման մեծամասնությունը եւ դու եւ ես նույնպես նաեւ մեծ բաժինը ձևավորում ենք լրատվական կայքերին հետևելով։ Եվ այդ լրատվական կայքերի ձևակերպումները, որքան էլ ունենանք մեր սեփական ուղեղը, միևնույնն է դա կոպիտ ձևով ազդելու է, շատ լուրջ ձևով ազդելու։ Բայց խոսքս դեռ դրան չի վերաբերում։ Պատկերացրու ես հիմա Կանե ջան, այսպես մենք քեզ օրինակ բերեմ։ Մի քիչ փիլիսոփայական դաշտից։ Օրինակ 9 դարերում մարդուն տանջամա հանելու մի հետաքրքիր ձև է եղել։ Նրան անշարժ պարկացրել են հատակին, ինչ որ կերպ անշարժացրել են նրան, ասենք փայտերով, բանով, չկարողանա ոչ մի ձև շարժվել։ Ու առաստաղից ջրի կաթիլը փուջուրիկ, կաթացել է նրա ճակատին։ Ինքը չի կարծել գլուխը փախցնել։ Բնականաբար առաջին կաթիլները ներգործություն չեն ունեցել։ Ու առաջին ժամն էլ տանելի եղել է։ Բայց պատկերացնում ես երկրորդ ժամին արդեն ինչ է իր մոտ կատարվել։ Երրորդ ժամին, չորրորդ ժամին, իսկ պատկերացնում ես երրորդ օրը ինչա կա, նա գժվել է արդեն։ Կաթիլը իրանով ոչ մի բան է։ Այդ կաթիլը։ Հասկանում ես։ Բայց դա երբ որ լինում է տևական ժամանակ, անընդմեջ, եւ դու չես կարողանում դրանից խուսափել, դա գժվեցնում է մարդուն։ Եվ այս իմաստով, եթե գնանք, այս բան փիլիսոփայական մասով գնանք, այո, դա դեր նշանակություն ունի։ Շատ քաղաքացիներ կան, որ իրենց համար դեռևս բացահայտ չի այն, ինչը որ մեզ համար ակնառու է։ Հասկանում ես, իրենց որ ասում ես, շունչները կտրվում է։ Ու հակընդդեմ բան չունեն ասելու։ Եկեք մի հետաքրքիր օրինակ ձեզ ցույց տամ, թե մոտավորապես ինչ է սպասվում մեզ առաջիկայում։ Տարածվեց մի տեսանյութ, որտեղ իբր Ալիևը նստած ասում է, որ մենք Հայաստանի օդային տարածքը օգտագործում ենք առանց իրենց հարցնելու։ Դենգիդրի միջած կլինելու է, ասած մեծ բան տարածվեց։ Տեսեք ինչ են ասում, ինչ է խոսում Ալիևը հարցազրույցի ժամանակ, վերնագրով, իսկ որպեսզի ավելի այդ ամեն ինչը ճոխ նայվի, իսկ մեր ղեկավարը պերաշկի է ուտում։ Օրինակ, հա, դրանից օրը մի 50 հատ այդպես բան մարդը տեսնի, բան կա։ Սա, եթե մի հատ կայքա տարածել, դա մի հաշիվ է։ Հաշիվ է, երբ որ տարածում է իր հոր արևին
գործիչ հանդիսացող մի ամբողջ կուսակցության փոխնախագահ եթե չեմ։ Ու այդ կրակին բենզին ա լցնում, ու դու թերթում ես բոլորը այդ է։ Օրինակ, սա։ Ժորժան բարի օր, բաց իմացա։ Արզվում է Նիկոլի օրոք եւ շնորհիվ Հայաստանը այնքան ինքնիշխան է, այնքան սուվերեն է, որ Ադրբեջանը առանց մեր թույլտվությունը հարցնելու օգտագործում է Հայաստանի օդային տարածքը։ Թռնում է մեր տների վրայով, մեր տարածքի վրայով։ Այդքան ինքնիշխան է Հայաստան այսօր Նիկոլի շնորհիվ, որով ուզում է մտնում է մեր տարածքով թռնում ու գալիս է։ Եվ դեռ մեծ հարց է, արդյոք մենք խաղաղ նպատակներով փոխադրումներ են իրականացնում։ Եվ էլ չիմացեք։ Ինչպես ես զգուշացնում ենք, Ալիևի համար Հայաստանի տարածքին ամբողջականության ճանաչման հարցը, նայած թե որ ոտից է զարթնել այդպիսի թեմա է։ Մի օր կուզի կճանաչի, մյուս օրը կուզի չի ճանաչի։ Կասի այսօր ճանաչում եմ, բայց փաստ չի որ 6 ամիս հետո կրկին ճանաչելու եմ։ Հիմա խնդրում եմ ինձ ասեք, ժողովուրդը։ Եթե դու տեսնում ես մի քանի նմանատիպ հրապարակումներ, հետո տեսնում ես, ըստ մարդիկ են խոսում, ու դու դա տեսնում ես անընդհատ, ապա ոնց կազդի վրա վատ, ճիշտ է։ Այսինքն այս մարդիկ որոշել են մարդկանց մոլորեցնելով, խաբելով, նեգատիվ սրսկելով ձայն կորզել։ Հիմա ես ձեզ ասեմ, այս վիդեոն ինչի մասին է։ Ուրեմն 2022 թվականին Ալիևը նման արտահայտություն է արել։ 2022 թվականին։ Եվ դուք բոլորը հիշում եք 2022 թվականը ինչ էր։ 22 թվականը այն թվականն էր, երբ անգամ Հայաստանի Հանրապետության սահմանների ողջ երկայնքով լայնածավալ հարձակում տեղի ունեցավ Հայաստանի դեմ։ Իմիջայլոց Տաշիր Սամոյի, Քոչարյան Ռոբերտի, Ծառուկյան Գագիկի, Թաթոյան Արմանի սիրելի Ռուսաստանը այդ ժամանակ ասաց, որ մենք չենք կարող Հայաստանին պաշտպանել, որովհետև մենք չգիտենք Հայաստանի սահմանը որտեղ ախտել։ 22 թվականի արած արտահայտությունը պահպանել են, որ ասել են լավ, վաղը այսօր պետք է դեստով մնա։ Այսօր ներկայացնում են որպես այսօրվա բան։ Հիմա մենք դա գիտենք ու հիշում ենք, որտեվ այդ ժամանակ էլ ենք քաղաքացիների հետ աշխատելուց եղել, հիմա էլ ենք քաղաքացիների հետ աշխատում։ Այդ ժամանակ էլ ենք մեդիա տերորի դեմ պայքարել մեր հնարավորությունների սահմաններով, ես իմ մասով ասեմ, ես իմ հնարավորությունների սահմաններով, հիմա էլ եմ աշխատում։ Բայց սա, ասենք, իմ օգտակարության գործակիցը ենթադրենք օրինակ 5% է, բայց 95% դաշտան է։ Դա մի 10% պաշտոնական հերկումները մյուս, բայց մարզը մնում է։ Ու սենց ամեն օր։ Ու շատանալու է օրը 100 անգամ։ Հիշում եք 21 թվականին ինչեր էին խոսում ոնց են անում, տրյուկներն է մի քիչ ուրիշ ձևով։ 5 տարի թարմացած ձևով։ Հիմա այն մարդիկ ովքեր որ հա իմիջայլոց Արմեն Աշոտյանին ասեմ հետևյալը. Պարոն վախկոտ, պարոն ոչ մի բան, պարոն անպատասխանատու անձնավորություն, պարոն քաղաքական անբարոյականության սիմվոլ, մեկնաբանությունների դաշտը ինչ ես փակ պահում։ Ես գիտեմ ինչ է փակ պահում, որպեսզի ասենք, եթե ես ոչ եմ մտնելու իրան վիրավորել, ես շատ լավ գիտեմ, որ դատի կտա ինձ։ Պիտի մտնեի գրեի ժողովուրդ ջան, ստեղ խափում է ինքը։ Այս ու դնել նյութը, որ սա 20 թվականի նյութ է։ Բայց իրան դա պետք չի։ Իրան պետք է այն իր հիմնական լայքողները շարունակեն մնալ խափված, շարունակեն մնալ ատելության մթնոլորտում։ Այո, Ղազարյան ջան, առանձին վերցրած քաղաքական դիակ է, առանձին վերցրած դրանք բոլորն են քաղաքական դիակներ, բայց իրենց հնարավորությունները, որոնք որ կիրառում են, այսօրվա դրությամբ արդեն շատերի մոտ կուտակված բաներ են։ Ես անկեղծ ասեմ, մեքենաս քանի փչացած կանգնած է, ես այլ ձևով եմ աշխատանքի գնում գալիս ու շփվում եմ շատ։ Ասենք օրինակ տաքսիների վարորդների հետ զրուցում ենք։ Զգում եմ իր մեջ նեգատիվ կա, ասենք այսօրվա իշխանությունների հանդեպ, ասում նորմալ է, իսկ կոնկրետ ինչ է։ Երբ որ սկսում են թվարկել, չէ, ես տեսնում եմ, որ այդ մարդիկ են, ովքեր որ անընդհատ միայն դա են տեսել։ Ես ցավում եմ, փաստերով իհարկե ցույց եմ տալիս, որը ինչ չեմ զլանում, աշխատում եմ ցույց եմ տալիս, չեմ ուղղորդում, ասում խնդրում եմ, հանկարծ չմտածես, որ ես տեղի մեկ ես քարոզ եմ անում կամ որևէ մեկին արտարացնում եմ, երբեք։ Ես պարզապես հակված եմ նրան, որ իմն ու քոնն է մեր պետությունը, եւ մենք պիտի լուրջ վերաբերվենք դրան։ Մենք որևիցե մեկին կամ որևիցե մի թիմի մեղադրելուց առաջ պիտի ունենանք ամուր փաստեր ոչ թե սրա նրա ասելով, այլ մեր ձեռքի տակ։ Այսպեսի հարցեր կան։
Մարտը բերել 22 թվականի տեսանյութը հաթաթում է մեր վզին, որպես օգոստոսի 8-ից հետո կամ 26 թվականի իրականություն։ Ինչին է ձգտում ինքը։ Եկեք միասին գուշակենք, ինչին է ձգտում ինքը։ Գիտեք, աշխարհի ամենահեշտ բանը թշնամու դրոշ վառելն է։ Անկամ կարող ես թշնամու դրոշները շատ էժան գնով հենց թշնամու շուկայից գնել, ես ներճի ոչ եմ վաճառելու, անգամ կարող ես ասել, որ վառելու համար ես գնում, միևնույն է, բիզնեսը ինքը իր բիզնեսն է անում, վերես դնես վառես, դա նկարես ու ցույց տաս, որ դու նա փախած թույն տիպի հայրենասեր տղա ես։ Բայց երբ որ դու պետական գործիչ ես, այստեղ լուրջ տարբերություն է մտնում է քաղաքական պատասխանատվությունը, մտնում է պետականության հանդեպ ծառացած հազարումի հարցադրումներ։ Տեսեք, այս ապուշները Մասիսի ֆոնին կանգնել են, Արարատը մերն է, Արարատը մերն է մասով կխոսենք իհարկե, ասում են այն մարդիկ, ովքեր մի պետության դուդուկի տակ պարողներ են, որ պետությունը որ իր կաշին փրկելու համար Արարատ լեռը դրել է Թուրքիայի տարածքում։ Չէ, այն որ ես կարող եմ ասել Մասիսը մերն է, այստեղ ցանկացած մեկը կարող է եւ ինձ համար համենայն դեպս Արարատն ու Արագածը հակադրվող բաներ չեն։ Ինձ համար նախադասությունն է պետք է ձևակերպել։ Որն է Հայաստանի ամենաբարձր գագաթը, Արագածը։ Որն է ամենասրբազանացված լեռը, Արարատը։ Սա չի հարցը։ Բայց քաղաքական հայտ են ներկայացնում այս սրիկաները։ Բնական է, չէ՞ որ Հայաստանի ներքաղաքական process-ներին հետևում են մեր թշնամիները եւ մեր հարևանները եւ միջազգային հանրությունը։ Խոսա գյուտ չի, սա ցանկացածը գիտի, այն էլ իրենց կապերով հանդերձ։ Այսօրվա դրությամբ մեր հասարակական կազմակերպության կարգառում ներկայացուցիչներից Աննային Դալակյան այսպեսի բան են ուղարկում կալասավոր, որի պատասխանատուն եկեք փնտրենք ովքեր են։ Անգան, եթե կարաս ժամը 10-ին զանգի, ուղղակի մի քիչ տեղեկություն մեծ ես տալու թուրքական սահմանից, որ երեկվանից շատ վատ տրամադրություն ունեն մեր հանդեպ, ոնց որ Քոչարյանի հաչալուց հետո, չգիտեմ, եթե կարաս զանգի Աննա ջան, շատ շնորհակալություն։ Ես երբ որ դու պետական գործիչ ես, դու երբեմն ստիպված ես լինում ընդունել որոշումներ, որոնք քո սրտով չեն ու չեն կարող լինել, բայց դա պետության մասին է։ Եվ հակառակ, երբ որ դու պետական գործիչ ես, դու ինչ ուզես կարող ես խոսել, միևնույնն է դրա պատասխանատուն դու չես լինելու, հետևանքների պատասխանատուն։ Հիմա այս սրիկաները այստեղ աշխատում են եւ դրա պատասխանատուն այնուամենայնիվ մնում են իշխանությունը։ Հիմա օրինակ, եկեք վերցնենք այսպես։ Նույն Քոչարյան Ռոբերտը իր թիմով հանդերձ երազում էր իր քաղաքական բանը ժամանակ իմ այդ, որ Թուրքիայի սահմանը բացվի։ Անկամ Քոչարյան Ռոբերտի արտգործնախարար Օսկանյանը դիմել էր թուրքական կողմին, ասել էր մենք Միացյալ Նահանգներում հայկական լոբինգ իրականացնող մարմիններին կխնդրենք, որպեսզի այդ պարլամենտի իրենց նիստի ժամանակ չընդունեն հայոց ցեղասպանության հետ կապված ինչ-որ որոշում բանաձև, միայն թե դուք սահմանը բացեք։ Այսինքն մտել էին ցեղասպանության թեմայով առևտրի մեջ։ Հիմա այսօր կանգնած ասում են սենց կամ անց։ Իհարկե, այդտեղ բոլորը ողջորվում են, ծափահարություններ կան։ Հիմա եկեք անդրադառնանք հետևանքներին։ Ո՞վ է լինելու այն թեմայի պատասխանատուն, եթե օրինակ Թուրքիան, սրանով Թուրքիայի ձեռը խաղակարդ են տալիս։ Թուրքիան գնում ասում բնիֆ, այդպես բան, այնտեղ ռևանշիստներ կան ապեր։ Ու իմ տարածքային ամբողջականության վրա դրացներ։ Ինչ է լինում։ Ինչ է լինում։ Եթե մեր իրավական մարմինները աշխատեն, սրանք պիտի ասեն, այ տեսակ Թուրքի հրահանգով բան, մենք Մասիսը տեսեք Թուրքի հրահանգով սրանք բան։ Ոչ մի բան չանեն Հայաստանին լուրջ իշխանության այդքան, այսինքն սենս տնեց երկու պարագայում Թուրքի ձեռը խաղակարդ են տալիս։ Որովհետև սրանք կամ քաղաքական ոչնչություններն են, կամ հակապետական սրիկաներ։ Ու փորձում են այդքանից հետո, այսքան ձայն չկա, Ժողովուրդ ջան, ձայն կա, թե չկա։ Մարինե Դավթյան ջան, երևի ձեր մոտից է։ Կա, մարդիկ գրում են, որ կա, երևի ձեր մոտից է արգելից։ Սրանք, այսինքն, քաղաքական բրադյագաներ են, թափառաշրջիկներ են, ու եկել ներկայանում են մեր առաջ ոյիններ, նախագահներ, առաջնորդներ։
Եթե մի ուժի ղեկավար գալիս է ներկայացնում է, որ ինքը անձնական հաշիվներ ունի։ Իմի սրա հետևորդները իրանց գործիք չես զգում որևիցե մեկի անձնական հաշիվների մեջ։ Գիտեք, ես ինքս դուք գիտեք մոտավորապես որ ուժերին եմ սատարել միշտ, բոլոր ժողովրդավարական ուժերին, որովհետև ոչ թե հենց իրանց եմ սատարել, ես իմ պետությանն եմ սատարել, ու իմ պետությունը լավը դարձնելու համար ես վստահ եմ, որ պիտի ժողովրդավար ուժեր լինեն, չեն կարող լինել այս ճորտերը, ճորտամուտերը։ Բայց այնուամենայնիվ, եթե ժողովրդավար ուժերից մեկի ղեկավարը, որևիցե մեկի ղեկավարը ասել, որ ինքը անձնական հաշիվներ ունի, այս ինչի կամեն ինչի հետ, ու ինքը դրա համար է այս ինչ կամեն ինչ բան է անում, ես դա շատ վատ ձևով կներկայացնեի ձեզ բոլորիդ։ Ու ներկայացրել եմ, այնպես չի որ չեմ ներկայացրել այս պատկերացումներս։ Չէ, Թարսմոստեն դուս խոսենք, ինչպես ասում են։ Բայց այդտեղ ստացվում է, որ մի հատ խնդիր է առաջանում, որին որ մենք քիչ ենք ուշադրություն դարձնում, բայց դա կարևոր է։ Այստեղ մարդը շարքային սովորական քաղաքացին կարող կանգնած ախպեր, բայց ինչ անենք, մենք իրավունք չունենք Մասիսից խոսենք։ Իսկ ես ասում եմ քեզ հետևյալը, սիրելի հայրենակից, դու ունես իրավունք խոսելու ոչ միայն Մասիսից, այլ նաև քո պատմական Հայաստանից, այլ նաև քո պապերի ծննդավայրից, եթե դրանք Հայաստանի Հանրապետությունից դուրս են եւ մեր պատմական հայրենիքի տարածքներում են, որոնք որ մեր սեփականությունն է եղել, այո։ Ու դեռ երկար մենք կարելի ենք դա եւ վստահաբար ջանք չենք գործադրելու ինչ որ մի օր դա վերադարձնել օրինակը կամ գոյություն ունի Արցախ ցավոք սրտի քաղաքական ոչիլները Արցախի գլխին ինչ ասես բերեցին բայց դա ենթադրում է արդյոք որ արցախցին իրավունք չունի խոսելու իր պատմական հայրենիքից բայց տեսեք Ալիևը հանգարց չի կարող նա ասել քաղաքացին իրավունք ունի բայց եթե այդ նույն քաղաքացին արդեն պետական գործիչն է, այստեղ ինքը իր զգացմունքները առաջին պլանում չեն։ Պետության նարատիվներն են առաջին պլանում, եւ եթե պետությունը տեսնի, որ իր որպես պետական գործի հայտարարություն պետությանը կարա սպառնա որոշակի բաներ, խնդիրներ այլ հարթակներում, նա պիտի զսպի իրեն։ Եվ անգամ երբեմն գուցե դժվարությամբ, բայց պատրաստ լինի որոշումներ կայացնելու։ Սրանք նուրբ գծերն ու տարբեր, այ որ ասում ենք պետությունը հորքուրի դուկյան չի չգիտեմ խուժանների հավաքածու չի կարա լինի կառավարության սրա համար ենք ասում պետական գործիչը պետական գործիչն է շարքային տարրական հանցագործը շարքային տարրական հանցագործն է հասկանում եք եւ պետք չի դնել հակադրության մեջ այս գաղափարներն ու մտքերը չի կարելի դնել հակադրության մեջ մեր պետության դիրքորոշումը հետեւյալն է որ Հայաստանի Հանրապետությունը 29743 եւ սահմանագծված եւ չգիտեմ մեր սահմանադրությունը գործում է այդ տարածքում եւ այսինքն պետության ներկայացուցիչը գործում է այդ շրջանակներում բայց դա կրկնում եմ չի ենթադրում որ օրինակ Արցախցի Պողոսյան Պողոսը չի կարող հայտ ներկայացնել միջազգային դատարան ու ասել գիտեք ինչ իմ ազատ տեղաշարժը Ադրբեջանում խախտվել է իմ տունը ինձնից խլվել է իմ ունեցվածքը ձեռիցս տարել են իմ մշակութային կոթողների հանդեպ վանդալիզմ է իրականացել ու այստեղ պետությունը չէր կարող ուղիղսատարել որովհետև դա վտանգավոր է պետության համար բայց բնականաբար չի էլ արգելելու որովհետև մարդը իրացնում է իր իրավունքը Այստեղ է խնդիրը շատ դեպքերում, որ մեր արցախցիները ցավոք սրտի, երբ որ ես ստիպված եմ հիմա այս մանրամասները ասել, ես հույս ունեի, որ այսքան մանրամասները չենք խոսի, որովհետև այո, ես հիանալի գիտեմ, որ իմ էջը մոնիթորինգի տակ է թշնամիների կողմից, ես դա հիանալի գիտեմ, ինձանից լավ անգամ իրանք չգիտեն, քանի օֆիսներով են ինձ հետևում, հասկանում եք Ես իրանցից լավ գիտեմ եւ ամեն ինչ չի որ կարելի է այսքան մանրանալ բայց երբեմն ստիպված ես լինում գոնե մի քանի նամյոկ տալ սիրելի արցախցիներ փոկվեք այդ համբալներից ովքեր ձեզ ասում են որ եթե իրանք լինեն իշխանություն այսինքն պետության պետական գործիչն ու ներկայացնողը ձեզ կարող են աջակցել Արցախի հարցում թքեք տեղում դրանց ստախոս երեսներին դա չի կարող տեղի ունենալ
կարող է տեղի ունենալ այլ ձևերով եւ նրանք փորձում են շարունակել ձեզ ձեր զգացմունքները շարքել իրենց սեփական աթոռի մասին։ Յան տվեք դրանցից, ռադարեք դրանց։ Մենք կարող պատկերացրեք, եկեք մի հատ այսպեսի բան ձեզ ասեմ։ Պատկերացրեք, ազգային ժողովում ընդդիմությունը քոչասերժատաշիրական բանդան չի, այլ նորմալ ժողովրդավար գրագետ ընդդիմություն է։ Ոնց եք պատկերացնում ձեր խնդիրներին ինչպես իրենք կվերաբերվեին եւ ինչպես կփորձեին հարցերին լուծում տալ, ինչ մեխանիզմներով կփորձեին ճնշել իշխանություններին, որպեսզի այս կամ այն հարցի վրա ուշադրություն դարձվի, ինչը որ ասենք թե իշխանությունը ինչ հանգամանքների բերումով չի նկատել։ Եվ ինչպես են վերաբերվում ձեզ հետ սրանք։ Ախր դրանք ձեզ ատում են, ու դուք դա շատ լավ եք տեսնում։ Պարզապես չեք ցանկանում անգամ ինքներդ ձեզ խոստովանել։ Այնքան անելիք է եղել, որ չի արվել։ Դուք չեք էլ պատկերացնում։ Մենք կարող ենք առանձին հանդիպումներում, քննարկումներում անդրադառնալ դրան, ու ես ավելի պարզ ձեզ կներկայացնեմ։ Պարզապես հրապարակային ձևով ամեն ինչ չի, որ կարելի է մանրամասնել։ Շատ դեպքերում մարդիկ, երբ որ գրում գնում են, ու ես ասում եմ, արի հանդիպենք, թեկուզ սուրճի սեղանի շուրջ։ Նաև դրա համար եմ ասում, որովհետև այն ինչ որ ես կասեմ, այդքան էլ լավ չի, որ հրապարակային լինի, ու այդքան էլ հեշտ չի դա ըմբռնել։ Եվ ոչ միայն ես չեմ տառապում այդ ես-ով, հա, ինչպես երևի նկատել եք։ Ինձ համար իմ պետությունն է, ինձ համար այն բոլոր սրբությունները, որոնք եղել են, փոքրուց դաս, ես այսօր չի, որ հայտնաբերել եմ ինձ համար Հայաստանը, ինչպես որ որոշ իրենց քաղաքական հռչակած խմբավորումներ, ովքեր արդեն չափներն անցնում են։ Եվ ես այսօր չի, որ սիրում եմ Հայաստանը։ Ես իմ սերը Հայաստանի, թե Հայաստանի Հանրապետության հանդեպ, թե մեր բոլորիս պատմական հայրենիքի հանդեպ, ես գործով եմ ցուցադրել, իհարկե անընդհատ հրապարակային չեմ բանարել, դրանով էլ չեմ տարված, բայց իմ գործերը դրա մասին են եղել։ Եվ այն գործերը, որոնք ոչ թե եկամուտի համար են, կան չէ, որ ելնում են իրեկադրազմի հայրենասիրական երկ են երկում, գիտեն թե իրոք դրանով լավ բան արեցին, լավ բան էր։ Դու էլ փող աշխատեցիր, ապեր։ Սենց է, էլի, փող շահավետ գործար կա։ Իմ բարագայում վստահ եղեք, բաներ կա, որ այդպես չի։ Հասկանում եք։ Այդ դա է հենց խնդիրը, որ մենք մեզանից չենք ներդնում, կամ մենք այսօր հանկարծ որոշել ենք, որ մենք հայրենասեր ենք, չգիտեմ, մտածում ենք ժողովրդի մասին, ու գործով է դա լինում։ Այդտեղ թացն ու չորը խառնվում են իրար։ Հասկանում եք։ Թացն ու չորը խառնվում է իրար։ Ես այսօր ֆրինյուզում դրա մասին խոսել եմ։ Տեսեք, մեր հայրենասիրությունը փորձում են սեփականաշնորհել ու մեզ վրա վաճառել, դուք հասկանում եք։ Ես 46 տարեկան եմ։ 46 տարվա մեջ ես չեմ տեսել վերլուծական խոսույթ, օրինակ ցեղասպանության վերաբերյալ, որը արվել է ոչ թե իմ համար, այլ աշխարհի համար, որի ուղերձը եղել է ոչ թե ինձ, այլ աշխարհին։ Եթե անգամ եղել են, շատ թույլ երանգավորված են եղել։ Այսինքն հայերենով կանգնել, օրինակ Ֆրանսիայի մի հրապարակում, հայերենով կանգնել ու խոսել հայերի հետ, թե այ մեզ ցեղասպանեցին, բան, կներեք, ում եք պատմում, ինձ։ Հայաստանում շատ դժվար է գտնել մարդկանց, ովքեր արևմտյան Հայաստանի ժառանգորդներ չեն, այնտեղ ցեղասպանության ենթարկված մարդկանց ժառանգորդներ չեն, կամ էթնիկ զտման ենթարկվածների ժառանգորդներ չեն։ Իսկ ինստիտուցիոնալ ինչ աշխատանքներ են արվել, կամ գոնե ասեք, որոնք են եղել նպատակները, կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, որոնք նպատակը որն է եղել։ Երբ որ ասում ենք որն է եղել, շատ-շատեր ասում են, որ Թուրքիան էլ ճանաչի։ Դա նպատակ չի։ Եթե քո նպատակը դա է, Թուրքիան կերելի կասի, հալա, ոկե, ճանաչում, ռծա ձեզանից։ Ինչ է լինում։
Ինչա հետևում դա, որն այդ երկարաժամկետ ծրագիրը, ինչ պիտի լինի երբ որ ասի դա։ Ասեմ ավելին, դաշնակ մաշնակներով բանով, ովքեր սեփականաշնորհել են ցեղասպանության թեման, որովհետեւ իրենց քաքը չերևա այդտեղ։ Անկամ նրանք ասում են, երբ որ ուղիղ հարց է տալիս, ուղիղ հարց տվեց Պետրոս Ղազարյան հանրայինում, անցյալ տարի էր նախանցյալ տարի բանին, Աղվան Վարդանյանին, ասեց հողային պահանջ ունեք, ասեց չէ, ոնց հողային պահանջ ոնց կարանք ունենանք։ Այդ ժամանակ մեկը չէր կացի, կարա դավաճան, ոնց Մասիսը պիտի մնա Թուրքիայում։ Բախի չասեցիք, ասեմ ինչի։ Որովհետև մեր մեջ անենց են սվաղելով դրել այդ մտքերը հայրենասիրության։ Անենց սվաղած բանով այդ ամեն ինչը գնում ու գնացել, որ մենք հələ չգիտենք։ Չէ, մենք վրոձի գիտենք, բայց իտոգում չգիտենք։ Իսկ այսօր այդ նույն էակները Մասիսի ֆոնին կանգնած են։ Ինչի ես կանգնել։ Դու ով ես որ կանգնել ես նախ Մասիս, ինչ ազդակ ես տալիս դրանով, գնում եք Մասիսը հետ բերենք։ Չէ, գիտեք հետաքրքիրը որն է, որ եթե մենք ազգով պատրաստ ենք գնանք Մասիսը հետ բերենք, ես առաջին շարքերում եմ, խնդիր չկա։ Բայց բոլորս գիտենք, որ չեն անի ու հենց նրանք, ովքեր Մասիսի անուն են տալիս, առաջինը նրանք են թռած։ Պարզապես հարմար է հիմա դա խոսել, դա են խոսում։ Ու վերջ, Մասիսը այդքանով սկսում ու ավարտվում է։ Ուրեմն ներողություն, ես չէի սպասում, որ սրանք ասնի խոսքը, թույլ տվեք, հիմա ես ձեզ մի բան ցույց տամ, ազատ ներողություն։ Ուրեմն սա գիտեք ինչ է։ Սա տվել է ինձ իմ շատ լավ ընկերը Սիմոնը։ Միացյալ Նահանգներում ապրում։ Սա քարը, որը բերվել է Մասիսի այն ամենաբարձր կետից, որտեղից հնարավոր է քար վերցնել։ Որովհետև ինչ որ բայց ծարծեր չէ, դա սկսում քար չես կարող վերցնել։ Սա Մասիսից է բերվել։ Սա նվիրել է ինձ։ Սա թերևս իմ ամենաթանկ նվերներից մեկն է։ Հասկանում եք։ Ես ապրում եմ սրանով, այսքան ինչ չի նվիրել, եթե ավելի անկեսնենք դստերը սա նվիրել, աղջիկս շատ փուճուր է, ինքը քարեր հավաքելու հոբի էր ցուցադրում, որ ինքը տենց հոբի ունի, սա որ տվեց ես վախենում եմ տամ աղջիկս, որ հանկարծ չկորի, որովհետև սա Մասիսից է բերված։ Ինքը երկու անգամ, եթե չեմ սխալվում, բարձրացել է Մասիսի գագաթը միջև, մեր Մասիսը չէ, Կիլիմանջարո եւ այլն, լեռնագնաց է ինքը։ Սա նվիրեց ինձ, որ ես պահում եմ աչքի լույսի պես։ Հասկանում եք, սա իմ Մասիսն է։ Ես կարող եմ սա կրել, ու որևիցե մեկը չի կարող արգելել։ Բայց որ պահից, որ ես պարտավորություն կրեմ պետական գործչի պաշտոնի, ես սրան վերաբերվելու եմ զգուշորեն, որովհետև այլ պարագայում կստացվի, որ ես ոչ թե ինձ, այլ պետությանը տանում եմ արկածախնդրություն, ինչը նշանակում է, որ ես այնքան էլ հետաքրքրված չեմ նրա ճակատագրով։ Հա, իմիջայլոց, քանի որ ես բակալոտ բերեցի, թույլ տվեք երկու բառ սա նույնպես ինձ համար անգին բան է։ Իմ զոհված ընկերոջ եւ նրա պայծառ հիշատակ հոր տան գարեջի բակալն է, որով մենք այն ժամանակ, որի համար այն ժամանակ իրենց տանը եթե հավաքվում ենք, սրանով գարեջուր ով այդ օրը խմելու կռիվ էր գնում։ Հասկանում եք։ Ու երբ որ նա զոհվեց, իսկ նրա հայրն էլ հետո այդ կսկծից եւ նաեւ հիվանդությունից մահացավ, ես խնդրեցի նրա ընտանիքին, քանի որ ես բակալի հետ կապված հուշերը շատ այլն, սա ինձ, որ ես ու էլ ես բաներ ունեմ, որոնք ինձ համար թանկ են, ես գրում եմ դրանք։ Ու հիմա իմիջայլոց, ով որ զոհվեց, Հովան Հաջինյան, այդ ժամանակ մեկը չէր ասում, դու դերասան ես գնա քո գործով զբաղվի, ինչ գործ ունես, եկել ես պատրան, նա ծաղրացու էր, Հովան Հաջինյան, միմ էր, Մնջախաղի տատրոնի դերասան միմ։ Ես նրա մասին ասել եմ մի քանի անգամ։ Ես մինչև հիմի սպասում եմ իր զանգին մեկ-մեկ, որ նստած ենք լինում, անկախ ինձանից ես եմ ձեռս ուզում եմ տանեմ դա զանգեմ տենամ ուղը, այսպես բան կա։
ու ոնց է կարծում որոշ լկտիներ, ովքեր նոր են ծանոթանում Հայաստանի հետ, կարող են մեզ սովորեցնել, թե ինչա պետք անել Հայաստանում, որպեսզի ժողովուրդը լավ ապրի։ Լուրջ։ Լուրջ։ Այդ ժողովուրդը ես եմ։ Ձեզանից որևիցե մեկը Ռոբերտ Քոչարյանի թոռը ծնվում է Միացյալ Նահանգներում։ Աստված երկար կյանք տա, խաղաղություն եւ այլն, հաջողակ մանկություն։ Այն ժամանակ երբ որ ծնվել, ինչի Ստեփանակերտում չէր ծնվում։ Կամ լավ, հիմա շատ կենտրոնացել ենք Լևոնի վրա Քոչարյան, այս սեթրակից ինչ կա։ Ինչ կա։ Ամաչում եք առաջին պլան բերեք։ Եթե չեմ սխալվում, այստեղ հարցերի ունի պատասխանելու է։ Չի երևում։ Հա, դրա համար նաև ակտիվանում Քոչարյանը, հա, հասկացա։ Այնօր հասկացա։ Ոսմա չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև Իմիջ այլոց թույլ տվեք մի 10 մինուտ ևս։ Աշխովս ընկավ Արսեն Երկանյանի հյուրն է եղել, սա ինչ որ երևի բանավեճի նման մի բան է եղել։ Եկեք դիտենք, հա, շատ չխոսեմ։ Սա իսկ ինչ վերաբերում է թիմին, իսկ ով է ասում որ թիմի առանձին անդամները հաջողություն չեն արել։ Ինչու ես պետք է հավատամ, որ դուք կարող եք այն ամենը, ինչը խոստանում եք։ Շատ լավ արտահայտություն գոյություն ունի արդյունքի մեթոդաբանություն, թե ով ինչ արդյունքներ է կյանքում արձանագրում, դա կլինի մարդ, դա կլինի բիզնես հաջողություն եւ այլն։ Չմոռանանք ով է ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Աշխարհի շատ ու շատ երկրներ կերազեն բարեզբոն իմաստով նման հայրենակից ունենալ, որը իրականացրել է մեգա նախագծեր, իրականացրել այնպիսի անիրական ծրագրեր, մասնավոր բիզնեսի մասնավոր բիզնեսում հաջողություններ արձանագրած նման մասշտաբի գործիչներ շատ քիչ են աշխարհում, եւ բարեբախտաբար Սամվել Կարապետյանը մեր հայրենակիցն է։ Հիմա քանի որ մեր ժողովուրդը, մեր բնակչությունը ունի բացառիկ հնարավորություն ապագայում լավ ապրելու, այդ առիթը պետք է բաշխ թողնի եւ իր ձայնը տա ուժեղ Հայաստան կուսակցությանը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Ես արդեն ասեցի, մեկ անգամ եւս կրկնեմ, արդյունքի մեթոդաբանությունը ցույց է տալիս, թե ինչ արդյունքներ արձանագրել Սամվել Կարապետյանը եւ վստահեցնում եմ, այդ մեգա նախագծերը ինքը ի վիճակի է իր ուժով հանդերձ իրականացնել երբ որ ստանցի պետության ղեկը։ Տեսեք, երիտասարդ քաղաքական ուժ եք, ամենայն դեպս այդ ասպարեզում որևէ դրսևորվելու հնարավորություն մինչ այդ չեք ունեցել, նաեւ որպես անհատներ, հա։ Այդ իմաստով թերություն չէ, մի կողմից դուք ասում եք բիզնեսի մասին, բայց մի բան խոսում եք պետական կառավարման ոլորտի մասին։ Նախ բիզնես հմտությունները հնարավոր է կիրառել նաև պետություն ղեկավարելիս, մենք տեսնում ենք թե ինչ հայրենասիրական նաև մղումներով պայմանավորված մեգա նախագծեր իրականացրել Սամվել Կարապետյանը, իսկ ինչ վերաբերում է թիմին, որը հայրենասիրական մեգա նախագծերից մի հատ մասը արա, որը արա։ Հայրենասիրական մեգա նախագիծը նախ ինչ է, երկրորդ մի հատը ասա, որը դու ասում ես նախագծեր, արա մի հատը ասա, դրանք ինչ է դու ասում։ Ծնդելու բանը։ Այսպես սիրուն տեքստերով ցած հավաքեն, մենք դուք չեք պատկերացնում, գիտեք, նա, օքեյ, որը։ Ինչ, արա։ Մեգա նախագծերից ես մի հատ գիտեմ։ Մի հատ խեշտերի բռնել, տպել եք ձերից իր վաստակած միլիոները վերցել եք, դրել եք բան, Արցախի, չգիտեմ ինչի հիմնադրամ, գնացել եք, ձեր դեմքը ցույց եք տալիս, եք արցախցիներ, տեսեք մենք ձեզ լավություն արեցինք։ Սա գիտեմ, սա հայրենասիրական չի, մեգա նախագիծ չի, սա տարական հանցագործություն է։ Կամ ամենանուրբ ձևով, եթե ձևակերպենք հարցի բանը, տես որով լավություն անել է։ Աշխարհում շատ քիչ է տես մարդիկ կան ասում է։ Հաջողակ տես բիզնեսմեններ։ Ապեր, եթե հաջողակ բիզնեսմենները ուզենան հավաքվեն միտեղ, Սամվել Կարապետյանը այդտեղ դրամ պահակը կարող է լինի։ Իտո հարցական է, եթե օրինակ լավ անգլերեն չգիտի, չի լինի։ Հասկանում ես։ Աշխարհում ապրում է մոտ 8 միլիարդ մարդ։ 8 միլիարդից առնվազն 6 միլիարդը ճանաչում են օրինակ Իլոն Մասկին։ Մի 5 միլիարդը Ցուկենբերգին։ Ախպեր, լավ, անձերին դնենք մի կողմ։ Ֆիրմաներից աշխարհի 8 միլիարդից 8 միլիարդը գիտի Կոկա-կոլան ինչ է։ Լավ, 8 միլիարդի 900 միլիոն է։ Գիտեն Կոկա-կոլան ինչ է։ Անգամ գիտեն, որ Կոկա-կոլան Pepsi-կոլան իրար հետ
վռոզի չունեն։ Ախարի 8 միլիարդից առնվազն 5 միլիարդը գիտեն սնիկերսը ինչ է։ Հիմա ինձ ասա, որտեղ է ապրում աշխարհի այն 100 միլիոներորդ մարդը, ով գիտի ինչա տաշիր պիցան։ Ինչ ես խոսում, դուք հասկանում։ Ձեր պատկերացրած աշխարհը քանի քառակուսի մետր է։ Ցնդելու բան է։ Այնքան որ գիտեք, նա հայրենասիրական մեգա նախագծեր է արել։ Նա ապեր որը։ Ու գիտեք, սա աշխատում է որոշ քաղաքացիների վրա։ Աշխատում է ախպեր։ Ու սա խնդիրը տեղ է։ Ու իրանք գիտեն, որ դա աշխատում է։ Հեսա, չգիտեմ, կարող է Անդրանիկի թուրը վրա են բասես նկարներել տարել, չգիտեմ։ Իրականությունից կտրված ով ոնց կարա ապրում է։ Մտնում ստուգում են անում, տարականները վխտում են բիզնեսիդ մեջ։ Մեգա նախագիծ է։ Գնում է աղբորը տղեն բուլկի առնում չամիջով, ես իմ ինչ է խոսում։ Մի հատ ցիրկ պիտի սարքեիք 15 տարի սարքիք, հետո հիմա չգիտեմ Տոմսերն ինչքան է, պրիտոմ հիմնական ելույթ ունեցողը Նարեկ Կարապետյանն է, ես նրան որպես արտիստ չեմ գնահատում, դրա համար դեռևս չեմ գնացել դիտելու։ Չգիտեմ ախպեր։ Չգիտեմ հայրենասիրական մեգա նախագիծ ինչ կա, չգիտեմ ախպեր։ Սրանք քաղաքական հայտ են ներկայացրել։ Ոչինչ։ Արա դեռ կան քաղաքացիներ, որ սրանց պատճառով եկել ուզում են հետս կռիվ անում։ Ամենաուժը դու նիկոլական ուրեմն այս համառոտ այդ անձանց միատել էլի, որովհետև ոչ չլինի տարին մի 3 անգամ սա ասում եմ։ Իրանք ուղղակի դա չեն տեսնում։ Հույս ունեմ 1-2-ը այս տեսնելուց հետո կպակասեն։ Ուրեմն հարգելով բոլորի մոտեցումները, ես ինքս YouTube կանալում մոտ 500 եթեր ունեմ արած։ Facebook-ում կլինի մոտ 2000 եթեր։ Գումարած դրա ֆրինոս հեռուստատեսությամբ արդեն 4 տարին է, եթե բազմապատկում ենք, 2000 եթեր էլ այդտեղ կարա լինի։ Ու այդքանի մեջ ես մշտապես ժամանակ առ ժամանակ ասել եմ, որ անկախ նայած ես ունեմ սատարում ում չէ, ես այդ մարդն եմ, որ ինչ որ մեկական երբեք չի կարա լինի։ Անգամ այն մարդն եմ, որ հրապարակային ԿՊ-ականներին ասել են, որ արա մի ասեք նիկոլական եմ։ Էլի ձեր գործն է, բայց երբ որ դուք ասում եք ինչ որ մեկական, դա արդեն կլանի մասին է։ Իսկ պետությունը կլանով չի կառավարվում։ Այո, Քոչարյանական ես կարող եմ ինչ որ մեկին ասել, որովհետև Քոչարյանը կլան էր, կլանային համակարգ էր։ Սերժական նույնպես կարող եմ, որովհետև դա էլ էր կլանային համակարգ։ Բայց նիկոլական չեմ ցանկանում ասել, որովհետև գիտեմ, որ նա կլան չի։ Հասկանում եք, սա մենք։ Երկրորդ մշտապես ասել եմ, ոչ հորս տնից եմ բերել, ոչ մորս տնից եմ բերել։ Հասկանում եք։ Այո, որոշ գաղափարների սատարում եմ, որոշների ոչ, բնական չի դա։ Կներեք, երկրի ղեկավարն է, չէ՞ պիտի հետևեմ ինչ ասում, դուք էլ ինչ մուտիլով կանեք, պիտի ձեն չանեմ, հանում եմ, ձեն եմ անում, որտեղ խափում եք։ Այդ ձեր խափած հանում մտցնում ձեր աշխարհ, ասում եք պաշտպանուց, չեմ պաշտպանում։ Ձեր, չնայած իրավունք ունեմ նաև պաշտպանելու, բայց դա չի հարցը։ Բայց չեմ պաշտպանում, ուղղակի ձեր խափածը ժողովրդին, նույն ժողովրդի աշխարհի առաջ հանում մտցնում ձեր աչքը։ Ոնց որ այստեղ Աշոտյանն էր խափում, իմի որ Աշոտյանը խափում էր, ցույց տվեցի որ խափում է։ Ինչ է ստացվում, ես ում էի պաշտպանում։ Ես պաշտպանում եմ իմ պետությունը ցանկացած միջոցներով։ Եվ ես կարծում եմ, որ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմ խղճի եւ իմ պետության առաջ եղել եմ ազնիվ ու բաց ճակատով կարող եմ կանգնել կամ քայլել կամ պառկել։ Դուք գնացեք մտածեք։ Ընդ որում ժողովուրդ ջան, եկեք ձեզ համառոտ ավելի կոնկրետ կասեմ առաջիկայում, համառոտ ասեմ հետեւյալը, որ կա մի քաղաքացիական եւ հասարակական պլատֆորմ, որը կոչվում է Հայկական վեկտոր, որի հեղինակն է Սյոթա Սաֆարյանը եւ առաջարկում է քաղաքացիական մարդկանց, լայն հասարակական գործունեություն ծավալող մարդկանց, քաղաքական մարդկանց առաջարկում է
այդ պլատֆորմում հանդիպումներ եւ նախաձեռնություններով հանդես գալու ցանկություն է ներկայացնում։ Շատ բան արված եւ ես իմ կարծիքով պաշտոնապես դեռ կասեմ, բայց հակված եմ միանալու դրան։ Առաջ բավարարվենք սրանով, միջև առաջիկայում եթե լինեն որոշակի լուրջ որոշումներ եւ արդեն ստիպված լինենք ավելի բաց խոսել ու ձեր կարծիքներ լսել ու որոշակի գործունեություններ ուղիղ ուղղությունների վրա հստակ դնենք, անպայման կներկայացնենք։ Իմ կարծիքով հիմա չեմ ուզում շտապել, որովհետեւ ես չեմ որ պիտի ասեմ դրա մասին, ես կարող եմ իմ դիրքորոշման մասին ասել, բայց անգամ իմ դիրքորոշումը առայժմ մի քանի չնչին տոկոս տակմում, որովհետեւ որոշ բաներ դեռ միջև չստակեցված չեն, կստակեցվեն, այդ process-ների մեջ ենք, բայց կարևորը այնտեղ լավ բան է կուտակվում։ Այնպես որ առաջարկում եմ համացանցով պոյեսկ տալ, գտնել հայկական վեկտոր էջը, բաժանորդագրվել։ Առաջիկայում ավելի շուտ եւ առաջին ձեռքից ստանալու համար ցես հետաքրքրող նորությունները, որոնք չի բացառվում լինեն շատ լուրջ քաղաքական։ Վարդան ջան, եթե խոսքը իմ մասին է, կներես վերևը շատ չեմ նայել։ Բայց ինձ շատ սխալ է այդպես որակել։ Ախր ես կարող եմ քեզ նման մտածողներ շատ սիրելի աղբերներին, քույրերին հրավիրել մեզ մոտ, ցույց տալ բազմաթիվ ուղիղ եթերներ, որոնք շատ ավելի շատ դիտումներ են հավաքել։ Որտեղ որ ես հրապարակային այնպիսի բառեր եմ ասել, որոնք ուղիղ հակասում են քո կարծիքին։ Պարզապես ձեզ թույլ չեն տվել ժամանակին դա նկատել եւ որպեսզի կարողանան ձեր մոտ փորձել ինչ-որ բան կոտրել իմ հանդեպ, դες ներկայացրել են մի ուղղությամբ, որը որ այնքան էլ արդար չի նրանց կողմից։ Իսկ ես միշտ ես լավի ու վատի խնդիր չի, ցավը տանը։ Շնորհակալություն, որ լավով ես ասում, բայց լավի վատի խնդիր չկա։ Գիտես, շատ հնարավոր է, որ ես եթերը նայում են նաև քաղաքացիական պայմանագրի կուսակցության ներկայացուցիչներ, որոնք շատ լավ տեսել են, շատ փակ հանդիպումներում ներկուսակցական իմ թե բնավորությունը, թե մոտեցումները, թե բանավեճերը, որոնք որ ներկուսակցական գործունեություն են հրապարակման ենթակա չեն եղել։ Բայց ես համառոտ լինելու համար քեզ կասեմ հետևյալը։ Եղել են նիստեր, որտեղ երբ որ ես գնացել եմ մասնակցելու, ասել են մեր միակ ընդդիմադիրը եկավ։ Այսքան ես այսպես դերպես ինչ կամ էդ եմ ու այն ժամանակ եմ դեռ ասել։ Ես եթե գիտեմ կարամ իմ պետությունը սարքեմ, այն ժամանակ եմ հրապարակային լինելով ԿՊ կուսակցության անդամ, ոչ մի ուրիշ կուսակցության անդամ իր կուսակցության ու կուսակցության ղեկավարի մասին այդպես չի արտահայտվի։ Գուցե կոպիտ է հնչում, բայց ես դրական իմաստով ասեմ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը կամ մենք ԿՊ կուսակցությունը իմ ձեռքի որպես քաղաքացի իմ ձեռքի գործիքն են իմ պետությունը սարքելու գործում։ Լավն են թե վատն են, այդ ունեմ։ Ավելի լավ գործիք կունենամ, ավելի լավը ձեռքս կվերցնեմ ու ելի կշարունակեմ կառուցել իմ պետությունը։ Ես դա ասել եմ։ Ես գիտեմ, որ ինքը կոպիտ է հնչում, բայց ես դա մշտապես եմ ասել։ Ոչ թե հիմա որ կուսակցական չէ, մշտապես։ Սա եղել է իմ հանձնակոտ, ճիշտ ասխալ ես տենց եմ նայում։ Կարող է 5-10 տարի հետո մի քիչ փոփոխության կոռոզիայի ենթարկվի մտքերս, տարիքա մեծանում ես ավելի շատ, բայց դա ես ասել եմ արդեն 5 տարի շարունակ։ Կա մի հատ հանրապետական, ով իրան այնքան քաղաքացիա զգում առաջին հերթին, որ կարա նույն բանը ասի Սերժ Սարգսյանի մասին։ Իջնեն մեջքին, միանգամից, այդ դեռ ներսում, հասկանում ես, թեք կիջնեն։ Չէ, ցավը տան, ես պետական եմ, եթե ական բառը պիտի ավելացվի, ես դա էլ եմ ասել, սա հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպության գրասենյակն է, ես այդ հասարակական կազմակերպության նախագահն եմ հանդիսանում, հանրային օրակարգի պաշտպանությունը, եթե կարճ ասենք, դառնում է ՕՊ, եթե ականով ես հոպական եմ ցավը տան։ Այդտենց իմ կարծիքով ավելի ասած։ Շատ ուրախ եմ շփվելու համար Վարդան ջան, այնուամենայնիվ առաջարկում եմ այսքանով այսօր սահմանափակվենք, եզրափակվենք, լավագույն նորությունները դեռևս առջևում են,
ու ես կարծում եմ ձեր դրական գնահատականին կարժանանա այն, ինչ որ կլինի։ Իմ մոտեցումները մշտապես եղել են հանրային, առանց կաշկանդվածության, եղել են իմ անձնական տեսանկյունից, եւ ես երբևէ չեմ տառապել ինչ որ մեկին արդարացնելու կամ ինչ որ մեկին նպատակային ստորացնելու բաներով։ Ես որպես անգամ իմ հաղորդումները ես մշտապես որպես քաղաքացի եմ ներկայացնում եւ անընդհատ ասել եմ, եթե ինչ որ բան այն չի, թող գնան պետական մարմինները մտածեն, դրա մասին հասկանան, որ ուրեմն ինչ որ բան ճիշտ չի ասել հասարակությանը, դրա համար էլ հասարակության այլու հնազանդ ծառան սենց է ասում։ Էսա։ Լավ եղեք, ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորից, շնորհակալություն ջեր մթնոլորտ ապահովելու համար մեկնաբանությունների դաշտում, շատ սիրում այդ ամեն ինչը։ Ես կարծում եմ հենց այսպես էլ կշարունակվի, երբեմն մեկու մեջ դեսանտ քիչնի դրանցերն էլ անիծած, ոչինչ առանց դրա հետաքրքիր կարող է այդքան էլ չլինի։ Մի խոսքով ամեն ինչ շատ լավ է լինելու, ես չմտածեք։ Բարի գիշեր ձեզ։